Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում, այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրագործընկեր կազմակերպության լրագրողների անվտանգության պլատֆորմի այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ 2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ պլատֆորմի կողմից արձանագրվեց որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։ Դա տեղի ունեցավ պոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո, նշված է մամուլի ազատությունը 2025 թվականին վերագրված փաստաթղթում։ Զեկույցի համաձայն Հայաստանից բացի ազատազրկված լրագրողներ կան նաև եվրոպական ևս 5 երկրներում՝ Ռուսաստան 58 ձերբակալված, Ադրբեջան 36, Բելառուս 27, Թուրքիա 24 և Վրաստան 1։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ունենալու դեպքում նախընտրում է մնալ ներկայիս պաշտոնին։ Նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում։ Կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետև կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ, որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես ԱԺ նախագահ ես իմ գործը հաջողել եմ ու ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Իզաբելլա Սարգսյանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու օդային տարածքը փակելու հետևանքով մնացել է Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում։ Կինը հրապարակած տեսանյութում պատմում է, որ Հայաստան պետք է վերադառնար այսօր, սակայն Աբու Դաբի-Երևան չվերթը չեղարկվել է։ Նրան հայտնել են, որ Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի նախարարությունն իր վրա է վերցնելու հյուրանոցի 3 անգամյա սննդի ու այլ ծախսեր։ Սոցիալական իր էջում կինը պատմում է, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը ԱՄԷ-ում մնացած քաղաքացիների համար։ Տոմսի արժեքը հիմա 900 եվրո է։ Մինչև վերջ փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, բայց դա թողնենք իրենց խղճին։ Տեղեկացնում եմ, Հայաստանն անվճար տարհանում չի կազմակերպում, այլ անվճար տեղափոխում է դեպի Օման, նշում է նա։ Երկուշաբաթյա ժամկետ ենք խնդրել Veolia ջուրընկերության հետ աշխատելու և ջրամատակարարման ժամանակացույցը վերանայելու համար։ ԱԺ նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամաստ Խալամքարյանը։ Նա նշեց, որ իրենց նախնական գնահատականներով ժամանակացույցը բարելավելու, լավարկելու պոտենցիալ ունեն։ Հարցին Երևանի տարբեր վարչական շրջաններում գիշերային ժամերին ջուր չի լինում, ինչպես պետք է լուծել այս խնդիրը, ջրային կոմիտեի նախագահն ասաց. Հիմքեր ունենք մտածելու, որ հայտարարված 7 ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-ից 4 ժամ։ Ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա պիկ ամիսներին կարիք ունենք գիշերային ջրանջատումների։